Թե անցնենք անտիֆեյքի ամաներյա ուղերձը մի հատ նորից դիտելու։ Ես կայի։ Դու կայի։ Ոնց որ ես կայի։ Հա, ես վատառողջ էի ու ստիպված եղա չնկարվել։ Բայց կարևորն է որ դու այստեղ կաս։ Ես այստեղ կամ, ես կամ տղաներին աջակցող ցանկացած նախագծում, ցանկացած քաղաքական, ապաքաղաքական պլանում, ու ինձ թվում է շատ շատերը կան, գոնե իմ շրջապատում իրենց սիրողները շատ մեծ բանակ են եւ նաեւ Էդգար Ղազարյանին սիրողները, այնպես որ ինձ հաճախ են փոխանցում ջերմ բարևներ տղաներին եւ ասում են, որ շատ կարոտել են Վազգենի սուր հումորին։ Հա, այո։ Այդ փաստա, որ Այո, եւ ասում են, որ ամեն դեպքում սպասում են տղաների ազատ արձակումը շուտ կլինի եւ չի սպասի ընտրություններից հետո շրջանին։ Հիշեցնենք, որ առաջին դատական նիստը լինելու է ամսի 9-ին ժամը 2-ին ասկսում մասիվի դատարանում։ Իսկ իմացեք, որ կալանավայրում նստած մարդկանց համար շատ կարևոր են եւ այս հաղորդման դիտումները, եւ արձագանքները, եւ այն հարային աջակցությունը, որը իրենք զգում են պատերից այն կողմ։ Մենք այդ աջակցության ուժը տեսել ենք սրբազանների դեպքում, երբ հասարակության մի մասը չի կարողանում ներս մտնել եւ այնտեղ բղավոցներով, գոռոցներով, չգիտեմ, լուրջ բացականչություններով, սիրուն տեքստերով սկսում են աջակցել եւ ինչ լավ են զգում մեր arczepiskoposները իրենց, որ ի վերջո այս մարդիկ չեն հավատացել իշխանության հյուսած անիմաստ գռեհիկ սցենարներին։